Փառք մեր դեհին։ Ես խոսելու եմ մեր ականապատ համակարգի մասին։ Ընդհանուր պետական համակարգի, ազգային համակարգի, ինքնության համակարգի, մեր ամբողջական համակարգը ականապատված է։ Սա ցույց է տալիս Նիկոլի գործողություններով, որ երբ որ գաղութարարը այդ ականները ժամանակին տեղադրել է, ինքը տեղադրել է, որ եթե Հայաստանը փորձի իրենից անջատվել հեռանալ, ինքը այդ ականները պայթեցնի, որ խուճապ առաջանա, թուլանա ու դադարեցնի այդ փորձը, մնա նորից գաղութարարի ազդեցության տակ։ Հիմա քանի որ ինքն է պարտվել եւ պարտությունը դեռ խորանում է իր եւ ինքը արդեն մեզ ուզում է մեկ ուրիշին զիջել, հիմա այդ ականապատ համակարգի ասես քարտեզը, հա, ոնց որ ականապատ դաշտի քարտեզն է Նիկոլը տալիս Ալիևին, այդ ականապատ դաշտի քարտեզը, այսինքն համակարգի քարտեզը, ինքը տրամադրել է Ալիևին, Պուտինը, եւ Ալիևը Նիկոլին հերթով հուշում է, թե որտեղ ինչ պայթեցնի, որպեսզի Հայաստանում միշտ ժողովուրդը չհասցնեն համախմբվել։ Անընդհատ։ Մի օր հոգևորում է պայթեցնում, մի օր օրես դրականում, մի օր կառավարությունում, մի օր բիզնես ոլորտում, մի օր արտաքին հարաբերություններում, բանակում։ Եվ այդ ականները հիմնականում մարդու տեսքով են։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը խոսում էր սցենարով պատերազմի մասին, 44 օրյա պատերազմի մասին, ինքն ասաց, որ այդ պատերազմը սցենար ուներ, որի սցենարը գրվել էր երրորդ երկրում։ Թե բոլորս գիտենք, այդ երրորդ երկիրը չի կարող Ռուսաստանից բացի այլ պետություն լինել։ Ինչու՞։ Այսինքն Թուրքիան էլ կարող էր լինել, բայց Թուրքիան չգիտեր այդ սցենարը գրելու ձև, ինքը տեղանքին կամ մեր բանակի կառուցվածքին թուրքերը ծանոթ չէին։ Այդ որ տեղյակ էին, որ պետք է պայթեցնեն, որ պետք է այդ պատերազմը հաղթեն, պայմանավորությունը իրենց Պուտինի եւ Էրդողանի միջեւ է եղել։ Բայց այդ սցենարը գրել է Պուտինը։ Ինչու է գրել Պուտինը։ Որովհետեւ մեր բանակի գեներալիտետը գեներալի կոչում ստանալու համար, երբ որ հասնում էին փող գնդապետ, գնում էին մեծամասամբ գնում էին Մոսկվայում էին վերապատրաստվում։ Եվ այնտեղ իրենք երթում էին ուտում, չէ՞, այնտեղ էլ իրենց կանոնադրությունը կա։ Դառնում էին նրանց սպան բարձրագույն։ Եվ իրենց օգտագործելը շատ հեշտ էր Կրեմլի համար։ Եվ 44 օրյա այդ Նիկոլի ասած, ես չեմ ասել։ Մենք ասում ենք պայմանավորված պատերազմ, նույն բանն է։ Սցենարով պատերազմ, թե պայմանավորված պատերազմ, նույնն է։ Այդ գեներալները այդ սցենարի մեջ իրենք նշանակություն են ունեցել։ Իրենք են մարդը տարել դեպի պարտություն։ Եթե սցենարով գրված էր, որ պետք է պարտվենք, իրենք կազմակերպել են պարտություն։ Զինվորը չի իմացել։ Հասկանում եք։ Հիմա այդ գեներալիտետը դա ական էր մեր, հիմա էլ է ական մեր պաշտպանողական համակարգի մեջ։ Ազգային անվտանգություն կոչվածը, որը ազգային անվտանգություն չի ԿԳԲ է, ինքը բացառապես բոլորը այնտեղ ականներ են Հայաստանի Հանրապետության մեջ։ Բոլորը անխտիր։ Ես ասում եմ, այս պահի դրությամբ Հայաստանում ցանկացած ուժային համակարգում ծառայող գեներալ, կլինի պաշտպանության, կլինի ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազ, հասկանում եք, քննչական մարմին, բոլորը Նիկոլի հետ կրում են հանցանք։ Ինչ Նիկոլը արել է, իրենք հավասար պատասխանատու են։ Հավասար։ Եվ հոգևոր դաշտում են այդ ականը դրել։ Գարեգին Բ-ն դա մի մեծ ական է, որ հիմա եկեղեցուն հալածում են, եկեղեցիներ են փակում, հարսանիքներ են մնում, գնացել են, որ եկեղեցու դուռը, Աստծո դուռը երբեք չի փակվել, մարդը իր պայմանավորված հարսանիքին գնում է, տեսնում է արդեն հոգևորականը չկա, տարել են։
Հասկանում եք, այդ գարեգին բան ական է եկեղեցու մեջ, որի պատճառով, այսինքն ժողովուրդը չի ուզում համախմբվել եկեղեցու դեմ, եկեղեցու կողքը կանգնի։ Այդ գարեգին բանն էլ իր փոքր ականներն է դրել եղբորը, քրոջ տղուն, չգիտեմ, սանիկին, բարեկամին, հարևանին։ Հասկանում եք, տնտեսության մեջ էլ է այդ նույն ականներն են դրված, գրզով կլնի, դոտ կլնի, չգիտեմ, լֆիկ կլնի, դրանք արժանի չեն, որ արդեն անազգանումներով իրենց դիմենք։ Հասկանում եք, այնպիսի մի հատ համակարգ, իրենք այդ Սարդարապետի ճակատամարտը իրենք շատ լավ ուսումնասիրել են։ Լավ գիտեն, եթե եկեղեցու զանգերը հնչի, հենց հիմա էլ եթե հնչի, այն զոմբին էլ անգամ կարող է սթափվի։ Այն որ մինչև հիմա Նիկոլի ասում է, հա, թող թուրքը բերի, գա, մեզ ինչ ուզում է անի, Նիկոլը մնա։ Հասկանում եք, չէ՞։ Քոչարյանին էլ որպես ամենասարսափելի ականներից մեկը Քոչարյանն է։ Որ ասենք ուզում ես Նիկոլի վզից բռնա շպրտես, Քոչարյանն ակտիվանում է, ժողովուրդը նստում են։ Քոչարյանն էս վերջի իր հարցազրույցի ժամանակ ինքը Նիկոլին մեծարեց։ Գիտեք ինչպես։ Ասում է ճիշտ է, հիմա Նիկոլի ռեյտինգը ավելի բարձր է, քան իմը։ Մերը։ Չգիտեմ, եթե այս պայն ընդրություն լինի, Նիկոլն ավելի շատ ձայն քաղաքի։ Ասում, բայց ես ու Տաշիր Սամոն իրար հետ որ միանանք, Նիկոլից շատ կլինենք։ Հասկանում եք, ինքը ասում է, որ բայց չկա, Նիկոլը չունի այդ ռեյտինգը։ Ոչ էլ ինքն ունի։ Հասկանում եք։ Նիկոլը երկնիշ թիվ չունի, ինքն էլ չունի։ Հասկանում եք։ Բայց ինքը աճեցնում է Նիկոլն, ասում է, իրան ինքը ճիշտ է մեզանից շատ է առանձին վերցրած, բայց որ երկուսով միավորվենք, հասկանում եք ինչ են խաղում սրանք։ Այդ ականը ով է, որ ժողովուրդ չի կարողանում համախմբել։ Հիմա եթե կաթողիկոս լիներ, 3 թեմի առաջնորդ են ձերբակալել եւ էլի մարդիկ, եկեղեցիներ են փակվել։ Եթե ինքը հանրապետության բոլոր զանգերը հնչեցներ, Ալիևը Բաքվում կսարսռար։ Պուտինը իր բունկերում, Նիկոլն էլ փոս էր, որ մտել էր արդեն ինքը իրան կորցրել էր։ Բայց իրենք գիտեն, որ դեղել ունեն դրած ականներ այս տարիների ընթացքում, Պուտինը ամեն բնակավարում ական է դրել։ Ճանապարհն է թողել է մի հատ Լարսի ճանապարհ, որ եթե խելոք չմնաք, այդ Լարսը փագի։ Ու փագելուց հետո էլ ոչ մեկ չեն ասում, Պարսկաստանով գնանք, Վրաստանով գնանք։ Քարոզում են ադրբեջանական բենզին, ադրբեջանական ճանապարհներ, հասկանում եք։ Բայց Ալիևն ասում է, այդ ճանապարհը իբր որ պետք է բացվի, այդ Թրամփի ուղի կոչվածը, որ Ալիևի համար Զանգեզուրի միջանցք է։ Էմարտն ասում է, ես պետք է ադրբեջանցին հայ չտեսնի, մեր աչքը պետք է հայ չտեսնի։ Եթե ադրբեջանցին իմ տարածքում ինձ չի ուզում տեսնի, ես կարող եմ իր տարածքով անցնել։ Իր տարածքում առավել եւս չի ուզի ինձ տեսնի։ Իմ հողի վրա ինձ չի ուզում տեսնի։ Իր հողի վրա ինձ կտեսնի։ Խաղաղություն քարոզողներ։ Դուք Ալիևի արտահայտությունը, չնայած սա թեթև արտահայտություն է։ Մարդը մեզ ֆաշիստ է դրել, մեզ էթնիկ զտում կատարող ցեղասպան է դարձրել։ Հիմքեր է դասում ամեն առիթի ամենտեղ հայտարարություններ է անում, Նիկոլը լուրկուլ է տալիս, որ հետո մեր ասի, ես իշտեղն հայտարարել եմ, արաբներն էլ գիտեն, թուրքերն էլ գիտեն, եվրոպացիներն էլ գիտեն, ամերիկացիներն էլ գիտեն, ամենտեղ ասել է արդեն։ Ճիշտ է, հիմք չունի, բայց ասել է։ Հիմա հասկանում եք, թե ինչի չի այս համախմբումը տեղի ունենում, որովհետև Պուտինը ժամանակին Կրեմլը, Պուտինից առաջ էլ այդ ականները դրել են։ Սարսափելի մեծ քանակով դավաճաններ են հավաքել։ Մեր խորհրդարանում, ով ուզում է այնտեղ լինի կին տղամարդ, մեր խորհրդարանում բոլորը նստածները դավաճաններ են, պաշտոնապես հայտարարում եմ։ Դուք բոլորը դավաճան եք։ Դուք մուրջ մանգաղ աստղ եք։ Դուք չեք կռվում Թուրքի դեմ, Ռուսի դեմ։ Դուք ժողովրդին մոլորեցնում եք, որ Իլհամի չեղած պետությունը կայանա։ Մենք էլ գնանք ոչնչացման ճանապարհով։ Որովհետև դուք մանդատ եք սիրում,
որովհետև դուք, այսինքն դա ձեր որոշելիքը չի, Պուտինն է որոշել, նա երբ կասի կդնեք, երբ չի ասի չեք դնի։ Բայց ձեր տեղը լավ է, ինչ է եղել, աշխատավարձը բարձր, պարգևավճարը բարձր, հասկանում եք։ Բայց թաղծոտ, այն դաշնակներ կան, վայ, այդ ինչ հուզվում են, այդ ինչ ելույթներ են ունենում, այդ ինչ բաներ են խոսում։ Բայց երբ պետք է գործի անցնեք այդ խոսքից։ Այս ամեն ինչի մեջ ընդհանրապես մի դրական բան կա, որ Պուտինի տեղադրած ականները, որ մենք չգիտեինք, Պուտին ականներ ադրել այս 20-30 տարվա մեջ մեր ամբողջ բոլոր պետական համակարգի մեջ, հոգևոր համակարգի մեջ, մշակույթի մեջ մենք ծանրակշիռ մշակութային գործիչ չունենք, որ Նիկոլի դեմ խոսա։ Հասկանում եք։ Չունենք։ Բոլորը սահապատակ են։ Մեծամասամբ, բոլորը չասեն, որովհետև կան մի քանիսը, որոնց խոսքն էլ դենց ազդեցիկ չի։ Ամենտեղ ականներ կա դրած։ Ուղղակի Նիկոլը այդ ականներն արդեն որտեղ սեղմում է, որտեղ ցույց է տալի, որ կսեղմի, այսինքն ականապատ այդ դաշտի քարտեզը արդեն մենք տեսնում ենք։ Եթե մեզ հաջողվի իսկապես այս Նիկոլա, Ռոբերտա, Սերժիկա, Պուտինա, չգիտեմ, Գարեգին Բեյա, եսի մեզ այս սրանցից եթե սենց հավաքվենք ու դեն նետենք, կաթողիկոս, ասենք, ժամանակավոր մեկը իր վրա վերցնի այդ հոգևորականի բառան զանգերը հնչեցնի, Արամ առաջինն էլ, որը արդեն ինձ զայրացնում է, ոչ թե զարմացնում է, Սփյուռքի եկեղեցիները հնչեցնի, համայն հայությունը հավաքվի, համայն հայությունը աշխարհում բոլոր անկյուններում հավաքվեն եւ իրենց բողոքի ձայնը ուղղեն, Հայաստանում էլ հավաքվեն, դուք չեք պատկերացնում ինչ տեղի կունենա։ Հիմա մենք ես նաև կոչ եմ անում քաղաքական այն մարդկանց, ովքեր իսկապես օրնիբուն խոսում են ռուս-թուրքական դաշինքից ազատվելու համար։ Հենց մեր քաղաքական թիմից սկսած։ Պետք է դիմենք Արամ առաջինին ասենք նախ հələ հասկացի դու ինչ ես խոսում, որովհետև ինքն էլ այնտեղ ազդեցություն ունի, եւ պետք է դիմենք Սփյուռքի մեծահարուստներին, որ ֆինանսավորեն, որ շարժվեն գործողությունների համար, մեզ ֆինանս է հարկավոր, որ կարողանանք այդ համակարգին, Պուտինյան համակարգին կամ Էրդողանյան կամ Պուտինյան այդ Ալիևյան համակարգին դիմանանք։ Նիկոլը ապացուցել է իր անինքնասեր լինելը, ով ասում է պարգի պարկում է, ուր գնում պարգեցնում են պարկում է, էլ նամուս չի մնացել վրեն, հասկանում եք, ասենք եթե Քոչարյանը մենակ Պուտինի ասելով է պարկում, սա ով եւ ոնց ասի պարկում է, ու դա մեր դեմքն է աշխարհի առաջ, Քոչարյանը սա համա նամուս ունի մի քիչ էլի, մենակ Պուտինի հետ է, ուրիշի հետ չի, Սերժիկն է էլ, Սփյուռքում ապրող մեծահարուստներ, չգիտեմ իմ ձայնը ձեզ տեղ կհասնի թե չէ, ֆինանսավորեք, որ կարողանանք համախմբել մարդկանց, մոբիլիզացնել, կարողանանք ճնշող, ազդող քանակ հավաքել եւ Երևանի փողոցներում եւ Սփյուռքում էլ է պետք։ Արձագանքեք, անտարբեր մի մնացեք։ Խոյեմ եղեք։